Հով տեղափոխված Տիգրանի քույրն ու եղբայրները ներկայումս գտնվում են հոգեբանական և սոցիալական գնահատման փուլում։ Անձնակազմն արձանագրում է, որ երեխաները վախեցած են, զգուշավոր ու փակված։ Նրանց վարքից երևում է, որ երկար ժամանակ չեն ունեցել համապատասխան հոգեբանական աջակցություն կամ զարգացնող միջավայր։ Մասնագետների խոսքով երեխաների տանը քիչ է տարվել զարգացման աշխատանք, ինչը դրսևորվում է խոսքի, հաղորդակցության և սոցիալական հմտությունների հետ կապված դժվարություններով։ Գյուղում շրջանառվում են հակասական կարծիքներ ընտանիքի վերաբերյալ։ Մասնավորապես, որոշ գյուղացիներ պնդում են, որ մայրը երեխաներին բավարար խնամք չի ցուցաբերել, սակայն դպրոցի և մանկապարտեզի աշխատակիցները հայտարարել են, որ մայրը հաճախել է կրթական հաստատություններ հետաքրքրվել երեխաների ուսման գործընթացով ու հայտարարել է խնդիրների մասին, երբ դրանք առաջացել են։ Հասարակական խոսակցություններն այդ մասով հակասական են, և դրանց հիման վրա վերջնական եզրակացություն անել հնարավոր չէ։ Տան պայմանները, որտեղ երեխաներն ապրել են, գտնվել են անմխիթար վիճակում։ Համայնքային ծառայություններն արձանագրել են անբավարար կենցաղային պայմաններ, կոկիկության ու հիգիենայի պակաս։ Բացի նյութական վիճակից, նկատվել է նաև հոգեբանական և սոցիալ-կենցաղային անբավարար աջակցություն երեխաներին։ Ներկայումս երեխաները գտնվում են անվտանգ միջավայրում, որտեղ իրականացվում է բժշկական, հոգեբանական, սոցիալական և զարգացման գնահատում։ Ծրագրավորված է սկսել ինտենսիվ գործունեություն ուղղված նրանց վերականգնմանը, սոցիալական հմտությունների զարգացմանն ու հուզական կայունացմանը։ Սպասվում է, որ մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրելու են երեխաների կարիքները և դրա հիման վրա սահմանելու են երկարաժամկետ աջակցման ծրագիր։ Փաստացի, այս փուլում առաջնային խնդիր է երեխաների հուզական անվտանգությունն ու համարժեք խնամքը, ինչպես նաև նրանց զարգացման և առողջական խնդիրների ամբողջական գնահատումը։ Միաժամանակ քննվում են այն հանգամանքները, որոնք հանգեցրել են նման իրավիճակի ստացմանը, որպեսզի վերացվեն հնարավոր ռիսկերը և կանխվեն նմանատիպ դեպքերն ապագայում։ Եթե մայրը չհամաձայնի երեխաներին թողնել Հոֆում կամ որևէ այլ հատուկ հաստատությունում, գործընթացը հավանաբար կանցնի իրավական դաշտ։ ՀՀ օրենսդրությամբ երեխայի շահն առաջնային է, և որոշումները կայացվում են այդ սկզբունքի հիման վրա։ Մոր համաձայնությունը ցանկալի է, բայց եթե պետական մարմինները գնահատեն, որ երեխաների վերադարձը տվյալ միջավայր վտանգավոր է կամ կարող է վնաս հասցնել նրանց ֆիզիկական, հոգեբանական կամ սոցիալական վիճակին, ապա որոշում կարող է ընդունվել նաև առանց մոր համաձայնության։ Այս դեպքում հնարավոր զարգացումները հետևյալն են. ժամանակավոր սահմանափակում ծնողական իրավունքների։ Եթե մայրն ընդդիմանա խնամակալության, մարմինները կարող են միջնորդել դատարան երեխաներին ժամանակավորապես մոր խնամքից հեռացնելու համար։ Սա չի նշանակում վերջնական զրկում ծնողական իրավունքներից։ Այս միջոցը կիրառվում է, եթե կա վտանգ երեխաների անվտանգությանը կամ բարեկեցությանը։ Դատարանի որոշում երեխաների ժամանակավոր խնամքի մասին։ Դատարանը կարող է ընդունել որոշում, որով երեխաները կմնան Հոֆում կամ կտեղափոխվեն այլ հաստատություն։ Մինչև ավարտվի քննությունը, գնահատվեն ընտանիքի պայմանները և որոշում կայացվի երկարաժամկետ լուծման մասին։ Մոր սոցիալական վերահսկողություն և պարտադիր համագործակցություն։ Եթե մայրը չի հրաժարվում երեխաներից, բայց չի համարվում բավարար պատրաստ անմիջապես նրանց խնամքը շարունակելու, նրանք կարող են պարտադրել մասնակցել ծնողական կրթական ծրագրերի, հոգեբանական աջակցություն ստանալ, ընդունել սոցիալական բաժնի աշխատակիցների պարբերական այցելությունները, կատարել ընտանիքի պայմանների բարելավման պահանջները։ Երեխաների հետ կապի իրավունք։ Նույնիսկ եթե երեխաները ժամանակավորապես հաստատությունում մնան, մայրը ունի կապի իրավունք՝ այցելությունների, վերահսկվող հանդիպումների, հեռախոսային կամ վիդեոկապի։ Եթե վտանգ գնահատվի, բարձր հանդիպումները կարող են լինել նաև վերահսկվող։ Վերջնական որոշումը կախված է հետագա գնահատումից։ Եթե մայրն ապացուցի, որ կարող է ապահովել անվտանգ ու կայուն միջավայր, երեխաները կարող են վերադառնալ նրա մոտ։ Եթե գնահատվի, որ ռիսկը չի նվազել, կարող է քննարկվել նույնիսկ ծնողական իրավունքների սահմանափակում կամ զրկում, իհարկե միայն դատարանի որոշմամբ։ Մոր համաձայնությունը գործընթացն ավելի սահուն է դարձնում, բայց առանց դրա էլ պետությունն իրավունք ունի միջամտել, եթե խոսքը երեխաների անվտանգության մասին է։
Այս պահին գնահատման փուլն է և որոշումներն ընդունվում են ոչ թե պատժելու, այլ երեխաների շահը պաշտպանելու նպատակով։ Տիգրանի ողբերգական դեպքից հետո ընտանիքի մյուս երեխաների անվտանգությունն ու հոգեբանական վիճակը դարձան պետական մարմինների առաջնահերթ խնդիր։ Քննարկումների ու հանդիպումների ընթացքում մայրն իր կամքով և առանց դիմադրության համաձայնել է, որ երեխաները տեղափոխվեն Հով վերականգնողական և հոգեբանական աջակցության համար։ Մոր որոշումը ներկայացվել է որպես քայլ դեպի երեխաների շահերի պաշտպանություն։ Նա ընդունել է, որ այս փուլում մասնագետների վերահսկողությունը, անվտանգ միջավայրը և ինտենսիվ հոգեբանական աջակցությունը կարևոր են երեխաների համար։ Նշվել է, որ մայրը եղել է համագործակցող, չի փորձել խանգարել գործընթացին և պատրաստակամ է եղել վստահել երեխաների ժամանակավոր խնամքը մասնագետներին։ Այդ քայլը դիտարկվում է ոչ որպես հրաժարում, այլ որպես ճիշտ և պատասխանատու մոտեցում երեխայի շահը վեր դասելու համար։ Առայժմ երեխաները կհայտնվեն ապահով միջավայրում, որտեղ կստանան հոգեբանական աջակցություն, բժշկական կոնսուլտացիա և գնահատում, կմասնակցեն զարգացման ծրագրերի, և մայրն առաջիկայում կշարունակի կապը և այցելությունն իր երեխաներին համաձայն մասնակից կառույցների առաջարկած կարգի։ Նրա համաձայնությունը ցույց է տվել, որ հակառակ բոլոր ցավալի իրադարձությունների, նա չի ուզում կորցնել երեխաների հետ կապը և պատրաստ է համագործակցել, որպեսզի ապագայում հնարավոր լինի ընտանիքի վերամիավորումը անվտանգ և առողջ պայմաններում։